Այսօրվա լսումներում հնչած ելույթներից էլ եթե դատենք, բացարձակապես մարդիկ պատկերացում չունեն ինչ է նշանակում քաղաքական բանտարկյալ։ Նրանք պարզապես շարունակում են 2018-ից, հատկապես 2020-ից հետո իրենց պահանջները ներկայացնել այս անգամ արդեն ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին։ Իշխան Սաղաթելյանը դարձյալ խոսում էր դիմադրության շարժման ձևավորման անհրաժեշտությունից, անկեղծ ասած աբսուրդ։ Ուղղակի արտահայտման կարիք ունեն եւ արտահայտման պատրվակ են որոնում։ Պատրվակը գտնված է քաղ բանտարկյալներ։ Եկեք հասկանանք, որքանով է քաղ բանտարկյալ Գյումրիի քաղաքապետը։ Կամ որքանով է քաղ բանտարկյալ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Ավազանյանն ու Վազգեն Գալստանյանը, որքանով է քաղ բանտարկյալ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Այնտեղ կան Եթե դու գնում ես պետության դեմ, եթե դու գնում ես պետության դեմ, պետականության ու քո ժողովրդի դեմ, քո եկեղեցու դեմ, քո հավատացյալի դեմ, քեզ ինչ անուն ասես կարող են տալ, ինչ որակում ասես կարող են տալ, քաղաքական, իրավական, բայց ոչ քաղ բանտարկյալ։ Նաև ձեր նշած գործարարի հասցեին, նույնը կարող եմ կրկնել։ Իսկ ժողովրդավարության հետ նահանջի հետ կապված ինչ կարող եք ասել, ընդդիմության այս գնահատականը օբյեկտիվ հիմքեր չունի։ Ժողովրդավարության նահանջը ո՞րն է, եթե դա սահմանեք, ես կարող եմ ասել ունի թե չունի։ Օրինակ ժողովրդավարության Եթե դուք համարում եք ժողովրդավարության նահանջը, որ ժողովրդավարությունն է պաշտպանվում, դա նահանջ չի, դա անհրաժեշտ պաշտպանություն է։ Տիկին Ադամյան, ժողովրդավարության հետ նահանջ չէ, երբ գործադիրի ղեկավարը նախաձեռնում է պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով եւ այդտեղ ներկայ են լինում դատական իշխանության ներկայացուցիչները ըստ էության խախտելով իշխանության այդ թևերի տարանջատման սկզբունքը։ Եթե հավաքի նպատակը ինձ ասեք, ես կարող եմ ասել, արդյոք իշխանության թևերի տարանջատումը պետք է այդպես խիստ սահմանագծված լինի եւ իշխանության տարբեր թևերը որևէ հարթակում չեն կարող միմյանց հանդիպել։ Միանշանակ է, որ այնտեղ նրանք այնպես ենթակայության հարցեր չէին քննարկում։ Տեղական ինքնակառավարման մարմինների անդամների հավաքել, ինչի մասին է խոսքը։ Գիտեք, ես կարող եմ ձեր ասածին հավելել նաև այն, որ ընդդիմադիր լրատվամիջոցներում այդ հավաքը որակվել էր ընտրություններից առաջ եւս 8000 հոգու սեփական ակտիվում գրանցելու փորձ։ Մութ չի։ Եկեք հասկանանք, որ նման հավաքներով կամ նման որակումներով ընտրություններում ձայներ ոչ որսում են, ոչ վաճառում են։ Եվ եթե մենք խոսում ենք իսկապես ժողովրդավարությունից, շատ լավ, եթե երկրում կա ժողովրդավարություն, իսկապես ժողովրդավարություն կա, գիտակցված ժողովրդավարություն կա, այսօրվա ընդդիմությունը ինչ գործ ուներ խորհրդարանում։ Եվ եթե ընտրվել էր, ինչ է արել խորհրդարանում այսօրվա տիտղոսային ընդդիմությունը, որ հիմա էլ քաղբանտարկյալներին վերաբերյալ լսումներ է անցկացնում։ Կոնկրետ քանի կարող եք նշել, քանի գործ է արվել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնման համար։ Խորհրդարանում գործը համարվում է օրինագիծ ընդունված օրենք դարձած եւ քաղաքական որոշումը։ Արվել է այդ գործը։ Թե ամբողջս 2021-ից առ այսօր ամբողջ ժամանակը հիմնականում տրամադրվել է ՔՊ եւ ընդդիմություն փոխհրաձգությանը։ Հոգնել ենք։ Մեղմ ասած հոգնել ենք, եթե ավելի դիպուկ որակումներ չտամ։ Պարզապես դրանք թերևս եթերային չեն լինի։ Հիմա լսումների նպատակին, եթե փորձենք անդրադառնալ եւ վերլուծել, դա միայն ներքին մեր ներհայաստանյան հասարակության համար է, թե այստեղ կարող է նաեւ թիրախում միջազգային հանդրություններ։ Այնքանով, որքանով ես ժամանակ ունեցա լսել, որովհետեւ գալիս էի
ձեզ հետ հարցազրույցի հիմնական թիրախը ներհայաստանյան, այսպես ասած, հասարակությունը չէր, որովհետև այդ հասարակության հետ բացարձակապես այլևս որևէ հույս չունեն կապելու բացառյալ Կրեմլի վկաներին ու վարձավճարված հատվածին։ Բայց նրանց հետ պետք չի լսումներով խոսել, նրանց հետ խոսում են հրահանգներով։ Դե ֆակտո այս լսումների թիրախում միջազգային կառույցները, միջազգային հանրությունը եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններն էին, որոնց ամենայն դեպս տրվում էին ոչ այնքան կոռեկտ որակումներ, առայն որ եթե նախկինում ինչեւ հեղափոխությունը որևէ քաղբանտարկյալ էր հայտնվում, նրանք աղմուկ էին բարձրացնում, իսկ հիմա լռում են։ Իսկ գուցե պատճառ ունեն լռելու, իմաստ կա այդ լռության մեջ։ Մեղադրելուց առաջ փորձենք հասկանալ ինչու են լռում։ Սա էլ է չէ խնդիր։ Եվ իմջալոց խնդիրների խնդիրը թերևս այն էր, որ ի սկզբանե Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ լսումներին չեն հրավիրվել այն փաստաբանները կամ այն կողմերը, որոնք գալու են ու դիմադիր տեսակետներ ներկայացնել։ Եթե երկիրը ժողովրդավար է, ինչու է հրավիրում միայն մի կողմին, որպեսզի դուք ձեզ հույս տակ, դուք ձեզ ասեք ու ձեզ լսեք։ Բահակառակ տեսակետ։ Ընդդիմության այդ պատկերացումը ես կարծում եմ խիստ խոտելի է։ Եվ միջազգային հանրության լռությունը ըստ էության ավելի խոսուն է։ Թերևս Կարող է լինել։ Թերևս միջազգային հանրության լռությունը ոչ միայն խոսուն է, այլև միջազգային հանրության լռությունը, ես կարծում եմ այսօրվա ընդդիմությանը թե ախտորոշում է, թե դատավճիռ է։ Երբ մարդիկ բոլոր իրենց ունեցած բոլոր հնարավորությունները օգտագործում են պետականություն քանդելու եւ պատրաստվում են այդ ավելի ակտիվանալ միջազգային կառույցներում այլևս հայրենիքի, չգիտեմ, Հայաստանի ներքին խոհանոցը դուրս չբերել, ում համար է գաղտնիք այդ ամեն ինչը։ Դե մենք անցել ենք բազում այդ նման դրսևորումների միջով։ Ում համար է այդ ամեն ինչը գաղտնիք միջազգային կառույցներում ձեր հայտարարություններն էլ են մնալու ձայն բարբառով հանապատի, որովհետև միջազգային կառույցներում էլ գիտեն ձեր գինը եւ ձեր արժեքը եւ ձեր նպատակը։ Ես չեմ բացառում, որ այո, տարբեր երկրներում հնարավոր է, իդեպ իրենք էլ դա չէին բացառում, մասնավորապես Արմեն Աշոտյանի ելույթում դա շատ հստակ ընդգծվում էր, որ տարբեր երկրներում կան տարբեր տեսակետներ ունեցողներ, մենք պետք է գտնենք այդ մարդկանց, նրանց հետ հարաբերվենք, այսինքն ինչ։ Իմաստը։ Լավ, ինչքան կարելի է Հայաստանի Հանրապետություն վարկաբեկել։ Իմաստը։ Տիկին Ադամյան, հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչները թվով 5 հոգի գտնվում էին Բաքվում փոխադարձ այցելության շրջանակներում եւ նրանք բերել են Ալիևի ուղերձարայն, որ պատերազմն ավարտված է, տարածքային պահանջներ չունեն, ուզում են Հայաստանի հետ կառուցել համապարփակ եւ երկարատև խաղաղություն։ Հիմա չեն հավատում այս ուղերձի անկեղծությանը, ազնվությանը, ասում են ինչպես կարող է Ալիևը խոսել խաղաղությունից, եթե մեր գերիները հերիք չի ազատ արձակված չեն, ավելի նրանց համար դատախազը պահանջել է որպես պատժաչափ 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում, կան ավելի արմատական դիրքորոշում արտահայտողներ, որ Ադրբեջանում Բաքվում չկա քաղաքասարակություն եւ մեր ներկայացուցիչները առհասարակ պետք է հրաժարվեին այդպիսի ֆորմատով շփումներից։ Դուք ինչ կարող եք ընդհանուր առմամբ ասել այս թեմայի հետ կապված, եթե հաշվի առնենք նաև Ալիևի դրանից առաջ արված հայտարարությունները, Սևաններ անվանել Գյոչա, նաև համապատասխան հանձնարարություններ իջեցրել իրենց գիտնականներին այսպես կոչված։ Կա շատ բարձ ճշմարտություն, մենք ուզում ենք խաղաղություն, թե չենք ուզում։ Մենք ուզում ենք, Մենք ուզում ենք խաղաղություն։ Ադրբեջանին պետք է խաղաղություն, թե պետք չի խաղաղություն։ Միանշանակ պետք է։ Հիմա գիտեք տեսակետների տարբերությունը որն է։ Կարծում եմ նաև ձեզ համար է ակնհայտ, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ձեզ համար, բոլորի համար է ակնհայտ, որ Հայաստանի Հանրապետության խնդիրը չէ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքասարակության խնդիրը չէ Ադրբեջանում ստեղծել adekvat քաղաքասարակություն։ Եթե մենք հրաժարվում ենք նրանց քաղաքասարակության, որքան էլ այդ քաղաքասարակությունը այստեղ կարող է լինել պայմանական,
Եթե մենք հրաժարվում ենք նրանց քաղաքասարակության ներկայացուցիչների հետ հանդիպել, ինչ է փոխվում դրանից, ինչ ենք մենք դրանից շահում։ Պարզ խնդիր։ Որևէ օգտակար գործողության գործակից մենք այդտեղ ունենք։ Կարծում եմ ակնհայտ է, որ ոչ, չունենք։ Մեզ պետք են շփումներ։ Ոչ միայն դիվանագետների, ոչ միայն քաղաքասարակության, ոչ միայն ոլորտային մասնագետների, պարզապես Հայաստան-Ադրբեջան անվստահության, թշնամանքի, այո չարացածության, այո վրեժխնդրության, այո ցավի, շատ խոր ցավի, դեռ անփարատ եւ երկար ժամանակ անփարատ ցավի, այս մորմոքը հաղթահարել պետք է թե ոչ։ Մենք պետք է յուրաքանչյուր հասարակություն իր տարածքում խրվենք վրեժխնդրության մեջ ու մնանք, թե պետք է փորձենք այնուամենայնիվ հարևաններ ենք, փորձենք համատեղ ապրել։ Ես կարծում եմ բոլոր այդ ձեր հիշատակած տեսակետները եւ նաեւ այն տեսակետները, որ դուք չհիշատակեցիք, բայց շրջանառվում են, հնչեցնելուց առաջ մենք պատասխանենք այդ հարցին։ Մենք պատասխանենք այդ հարցին, ինչ ենք ուզում։ Խաղաղություն թե պատերազմ։ Պատերազմ չի նշանակում, որ դարձյալ կրակենք միմյանց վրա։ Պատերազմ նշանակում է այս ոչ խաղաղություն, ոչ պատերազմ կարգավիճակը։ Դա է նշանակում պատերազմ, հիբրիդային պատերազմ։ Իսկ ում համար է գաղտնի Հայաստանի Հանրապետության քաղաքասարակության ներկայացուցիչների Բաքու գնալուց, Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների Երևան գալուց առաջ էլ ակնհայտ էր, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ է վարում եւ որևէ օր այդ պատերազմը չի դադարել։ Իրենք դրել են եւ փորձում են լուծել իրենց խնդիրները եւ խնդիրը իրենց համար իրենց հաղթանակը պահպանելն է, իրենց հաղթանակը անխոցելի դարձնելն է։ Խնդիրը իրենց համար միանշանակ այն է, որ Հայաստանի Հանրապետությունը չզարգանա, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ այնպես ինչպես իրենք 94-ից հետո պարտությունը ատամները սեղմած ընդունեցին եւ կարողացան թե բանակ, թե տնտեսություն զարգացնել, թե միջազգային ասպարեզում իմիջ փոխել, այնպես էլ մենք չկարողանանք։ Իսկ ում համար է դա գաղտնիք կամ ում համար է այդ անհասկանալի, իհարկե այդպես պիտի լինի։ Եթե մենք դա չենք արել, դա չի նշանակում, որ Ադրբեջանը դա չի անելու։ Այ մենք դա պիտի անեինք։ Եվ եթե մենք չենք արել, կրկնում, չի նշանակում, որ Ադրբեջանը չի անելու։ Լավ, այսպես Այստեղ մենք պետք է, ոչ թե նստենք ու դատապետենք մի խումբ, չգիտեմ, այսօր այս խմբին, վաղը եթե գնան մի ուրիշ խմբին, Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների այստեղ եկող խմբերին ոչ։ Մեր խնդիրն է այդ շփումները սրտացնել։ Մեր խնդիրն է այդ շփումները շարունակել։ Եթե դուք գերիների մասին եք ասում, իհարկե գերիները պիտի տուն վերադառնան, դա միանշանակ է, որ գերիները պետք է տուն վերադառնան։ Բայց եթե դուք կարծում եք, որ քաղաքասարակության ներկայացուցիչները այնտեղ գնային ու ասեին, նրանք ասել են, նրանք այդ խնդիրները բարձրացրել են, բայց եթե գնային ու այնտեղ նույնիսկ նստածույց անեին Ալիևի նստավայրի առաջ ու ասեին մեր գերիներին վերադարձրեք, որևէ քայլ չէր արվելու, որովհետև այդ խնդիրները այդ մակարդակով չեն լուծվում։ Հիմա այստեղ քաղաքասարակության ներկայացուցիչներին դնել հարվածի տակ կամ հոխորտ տալ մենք էս կանեինք, մենք այն կանեինք, չգիտեմ ինչ, բացարձակապես անիմաստ է։ Ասպարեզը ոչ թե ձայնով, ոչ թե խոսքով, այլ աղմուկով լցնելու դրսևորում է։ Իսկ մենք ձայնի կարիք ունենք, մենք խոսքի կարիք ունենք, ոչ թե այդ ոչինչ չտվող ծափ ու ծնծղայի։ Մեզ պետք է օր առաջ գերիներին վերադարձնելու քայլեր ձեռնարկել, քայլերը ձեռնարկվում են։ Եվ դա քաղաքական կամքից է բացառապես կախված Ալիևյան Ես կարծում եմ դա ոչ միայն Ալիևի պատժաչափերը մի կողմ կդրվեն կամ Ես կարծում եմ, Տիկին Զախարյան, թե հիշում եք, մենք այդ հարցին թերևս 1 տարի առաջ հարցազրույցում անդրադարձել ենք ձեզ հետ։ Ես այն ժամանակ ասել եմ, որ դատավարություն կլինի, չի լինի, ինչպես կավարտվի դատավարությունը, ինչ կլինի, նրանք վերադառնալու են համաներումով։ Ես շարունակում եմ պնդել իմ տեսակետը։ Այո,
Միանգամայն ճիշտ եք ասում, դա քաղաքական կամքի դրսևորում է, բայց այդ քաղաքական կամքը չի լինելու միայն Իլհամ Ալիևի քաղաքական կամքը։ Դա լինելու է Իլհամ Ալիևի քաղաքական առևտրի արգասիքը։ Իսկ այդ առևտուրը Հայաստանի Հանրապետության հետ չէ միանշանակ, որովհետև եթե Հայաստանի Հանրապետության հետ լիներ, այդ հարցը արդեն լուծված կլիներ։ Ես կարծում եմ, որ այդ առևտրի մասին վատ է գիտեք մարդկանց մասին ասել, որ դա առևտրի հարց է, բայց քաղաքականության մեջ այդ գործարքները եւ առևտուրը ոչ այսօր են հնարվել, ոչ վաղն են վերջանալու։ Սա փաստ է, որի հետ մենք վաղուց պետք է հաշվի նստենք։ Բայց ես ուզում եմ նաեւ հիշեցնել բոլոր նրանց, ովքեր այսօր աղմկում են գերիների մասին, ովքեր գերիներին դարձրել են իրենց համար, ինչ ասեմ, քաղաքական դիվիդենդներ շահելու միջոց, որևէ անգամ գնացել են եւ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ նրանց ազատ արձակելու պահանջ բարձրացրել են, հաշվի առնելով ընդամենը երկու փաստ։ Առաջին, գերիների մեծ մասը այնտեղ հայտնվել է այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահները իրենց խաղաղապահության առաջին իսկ օրը քարտեզ փոխեցին, դիրքերի քարտեզ փոխեցին եւ այսպես հանձնեցին հին թաղերը խծաբերդը ու փարուխը։ Ինչու՞։ Եվ երկրորդ, այն նոյեմբերի 9-ի 9-րդ կետով բոլորը բոլորի հետ փոխանակման տարբերակը կար։ Այո։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը, հիշենք չէ, որ Պուտինն ասում էր, ես իմ ձեռքով եմ գրել այս երրակողմ հայտարարությունը, Պուտինը հանձնառու էր բոլորը բոլորի դիմաց, մենք բոլորին վերադարձրինք, ինչու բոլորին չստացանք։ Հիշեցրեք ինձ, խնդրում եմ, քանի անգամ է Մարիա Զախարովան այդ մասին խոսել։ Ռուսաստանի պարտավորությունների մասին, գերիների վերադարձի, իրենց մեղքով ավելացած գերիների վերադարձի։ Եվ եթե խոսել է, ում է մեղադրել։ Միանշանակ Հայաստանին եւ միանշանակ Արևմուտքին։ Ինչ աներ Արևմուտքը այդ պարագայում։ Ինչ աներ։